Յոլչյան Production-ը ներկայացնում է Յոլչյան Production։ Կոտայքի մարզի Ձորախբյուր բնակավայրում տիրող այս եռուզեռն իր պատճառն ունի։ Գյուղական կյանքի եւ ավանդույթների հոբելյանական 10-րդ փառատոնը Բերքի տոնն այս տարի անցկացվում է հենց այստեղ։ Կազմակերպիչն է կանաչ արահետ հասարակական կազմակերպությունը։ Ավանդույթ դարձած այս միջոցառմանը մասնակցում են ֆերմերներ եւ ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ Հայաստանի բոլոր մարզերից ու արտերկրից։ Այստեղ դատարկաձեռն չեն եկել, իրենց արտադրած գյուղմթերքն են բերել ողջ բազմազանությամբ։ Բացման հանդիսավոր արարողությունն սկսվեց աղոթքի ու օրհնանքի խոսքով։ Էջմիածին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտակ Ավագ քահանա Սիմոնյանն իր հայրական օրհնությունը բաշխեց ներկաներին։ Օրհնեց նաև տարվա բերքն ու բարիքը։ Հայոց աշխարհը այստեղ մեկտեղվել է եւ որոշել ենք, որ միասին մեկս մյուսին շնորհավորելով անպայմանորեն նաև փառք տանք Աստծո, որ արարեց այս ամենը, նա ստեղծեց բոլոր բարիքները 5 օրվա ընթացքում, 6-րդ օրը նոր մեզ ստեղծեց մարդուն, որպեսզի որպես Տեր եւ իշխան այդ ամբողջը մենք վայելենք եւ օգտագործենք։ Թող մեր ձեռքերի գործը լինի բարի եւ օգտակար, իսկ մեր միտքը միշտ առաջնորդի արարման, ստեղծման։ Զիքո է արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Ըստ գործս ծերած մերոց ուղիղ արայի մեզ Տեր, եւ ըստ գործս մտած մերոց հաջողյա մեզ ամեն։ Թող Աստված օրհնի։ Արարողության սկզբում ելույթով հանդես եկավ նաև Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ով ողջունեց գյուղատնտեսներին հորդորեց նույն ոգով ու ջերմեռանդությամբ շարունակել մշակել իրենց հողն ու զարգացնել գյուղատնտեսությունը մեր երկրում։ Երբ դուք սերմը դնում եք հողի մեջ կամ ծառատունկ եք իրականացնում եւ հետեւողական աշխատանք եք ցուցաբերում, այդժամ քչերին է պատկերավոր այն բարիքը, որը ստեղծվելու է տարիներ հետո։ Սիրելի ֆերմերներ, այսօր ես շրջելով տաղավարներով տեսա բազմաթիվ հպարտ դեմքեր, ովքեր իրոք ունեին հպարտության զգացում իրենց բերքի եւ արտադրանքի նկատմամբ։ Այս ամենը արտահայտվում է յուրաքանչյուր ցանած արտի, յուրաքանչյուր իրականացված ծառատունկի, յուրաքանչյուր բերքահավաքի ժամանակ, որը վկայում է Հայաստանի կենսունակության եւ այն մարդկանց նվիրական եւ քրտնաջան աշխատանքի, որոնք ապահովում են Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության բնակիչներին սննդով։ Ես նույնպես, մենք նույնպես հպարտանում ենք ձեզնով եւ ձեզ հետ միասին մենք կերտում ենք գյուղատնտեսություն, որտեղ գիտությունը, առաջադեմ տեխնոլոգիաները եւ շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունը քայլում են միասին։ Եվ այդ ուղու ճարտարապետը հենց դուք եք։ Այս տարի Բերքի տոնը կրում էր առողջ կենսակերպ կայուն զարգացման բանալի խորագիրը։ Փառատոնն այս տարի ունի հատուկ ուղերձ։ Հասարակ մի ճշմարտություն, որը հնչում է նոր խորությամբ։ Առողջ ապրելակերպը սկիզբն է ոչ միայն քո, այլ նաև երկրի ապագայի։ Բավականին երկար ժամանակ է, երևի հենց հիմնադրման օրվանից Բերքի տոնի եկլոֆը որպես այդպիսին, թե նախկինում որպես հիմնադրամ, հետո նաև որպես արդեն վարկային կազմակերպություն, միշտ եղել է Բերքի տոնի կազմակերպիչների Green Line-ի, Green Center-ի կողքին։ Մենք շատ ենք կարևորում այս տոնը, քանի որ դա Բերքի տոնն է, դա մեր բոլորի սիրված այդ ամենօրյա օգտագործման այդ բարիքների ստեղծման արարողների, ովքեր ստեղծում են եւ նրանց ապրանքներին ծանոթանալու շատ հիանալի միջոցառում է։ Կարևորում ենք այս հարթակը այնքանով, որ կազմակերպությունները, ովքեր մեր միջոցով գալի ներկայանում են, կարողանում են ծանոթանալ գյուղական կյանքին, գյուղական արհեստին եւ ինչու՞ չէ մշակույթին։ Քանի որ մենք որպես գյուղատնտեսական զարգացվածության ուղղվածությամբ երկիր, մեր կյանքում մեծ տեղ է զբաղեցնում գյուղատնտեսությունը։ Էկլոֆի կողմից, ինչպես միշտ, նաև հրավիրվում են մեր հետ համագործակցող կազմակերպություններ,
ու կրթական կառույցներ, ինչպես օրինակ Վարդգես Համազասպյանի անվան քոլեջը, տնտեսագիտական ամենամյա կարգով արդեն ավանդույթ դարձած, նրանց նույնպես հրավիրում ենք այստեղ, որպեսզի տեսնեն, ծանոթանան եւ ինչու՞ չէ նաեւ իրենց մեջ էլ արմատավորենք գյուղը, գյուղացու կյանքը, ինչպես է նա ներկայանում մեզ բոլորիս եւ ինչ բարդությունների միջոցով է այս ամենը ստեղծվում։ Բայց իհարկե մի շնորհակալ լինելով նրանց էլ մենք մի շնորհակալ ենք, որ մեր կողքին են, միշտ լավ կադրեր են մեզ տալիս եւ իհարկե գյուղատնտեսության մեջ մենք վստահ ենք, որ նրանք ապագայում նույնպես կունենան իրենց մեծ ներդրումը։ Փառատոնի նպատակն է դրական փոփոխությունների միջոցով նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսական եւ գյուղական համայնքների զարգացմանը։ Յուրաքանչյուր տարի փառատոնին մասնակցում են շուրջ 200 ֆերմերներ եւ ֆերմերային խմբեր։ Փառատոնի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունենում թարմ եւ մատչելի գյուղմթերք ձեռք բերել անմիջապես արտադրողից։ Շնորհակալություն եմ հայտնում Էկլոֆին արդից օգտվելով մեր տարածաշրջանի ժողովրդի անունից։ Այստեղ կոնկրետ այս տաղավարում ներկայացրել են Գեղեգնաձորի հենց գինին, խաղողնա, չվերնա, որոնք բոլորը օրգանական են, նպաստել է մթերքի վաճառքին։ Մենք վարկավորում ենք, բերք հաճեցնում ենք, շիր են սարքում, չգիտեմ, օղի են սարքում, գինի են սարքում, խաղող են սարքում եւ նաեւ աջակցություն գրում վաճառում են։ Ինքը հենց մեծ նշանակություն է, սա կապված է իրար հետ։ Այս անգամ մեծ թվով մասնակիցներ կային հատկապես Ստեփանավանի տարածաշրջանից։ Ողջ ամռան ընթացքում իրենց մշակած բերքն ու բարիքը վերցրել էին ու եկել մասնակցելու այս գեղեցիկ տոնին։ Ինչպես մյուս տարածաշրջաններում, այստեղ էլ գյուղացիների կողքին կանգնած է եղել Էկլոֆ ունիվերսալ վարկային կազմակերպությունը։ Էկլոֆ Հայաստանի ղեկավարությունի շնորհակալություն հայտնեմ, ինչպես նաև մեր հաճախորդների կողմից, նաև Բերքի տոնի կազմակերպիչների կուզեմ շնորհակալություն հայտնեմ։ Մեր տարածաշրջանի համար, տարածաշրջանի բնակիչների համար շատ մեծ հնարավորություն մասնակցել նմանատիպ միջոցառման, որովհետև կա մայրաքաղաքից հեռավորության խնդիր, վաճառքի խնդիր, այս պահին ոչ թե դժվար է գյուղմթերքը ստեղծելը, այլ նաև ամենամեծ դժվարությունը վաճառելն է։ Ընտրությունը մեծ է շատ, փորձել ենք հնարավորինս ընտրել նենց տեսակի գյուղմթերք, որը որ հնարավոր լինի բերել, որը որ էլի Էկլոֆ Հայաստանն է կազմակերպել։ Ներկայացնում ենք տարածաշրջանի բնորոշ մեր Գյուլաքաղաք համայնքից, Դենտրոպարկի տարածքից կոնի, դոշաբ, մուրաբա եւ տարատեսակ բաներ, որը կախված է կոնի հետ։ Ինչպես նաև ներկայացնում ենք մեղր Պրիվոլնո գյուղից, ինչպես նաև ունենք պանիր, որը որ մեր շրջանում է տարբերական դաշտավայրերից եւ անարատ արդար։ Նշեմ, որ մեր հաճախորդները ընտրված են, մենք ինչպես վարկատեսակները վարկերը տրամադրելիս, այստեղ գալնել ոչ թե ընտրել ենք մեծ ֆերմա կամ ինչ-որ գրանցված աշխատանք, այլ ովքեր որ կոնկրետ զբաղվում են գյուղմթերքի արտադրությամբ, ինչպես նաև իրաց տանը տնօրինագործությամբ։ Էկլոֆ ունիվերսալ վարկային կազմակերպության սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առաքելությունն է նպաստել սոցիալական արդարության, մարդկային արժանապատվության ապահովմանը եւ ինքնուրույնությանը միկրովարկավորման միջոցով։ Այս կազմակերպության շնորհիվ գյուղացին կարողանում է իր հողը մշակել, բերք ու բարիքը ինչու չէ շուկայում իրացնել։ Բերքի տոնը կարևորության առումով շատ հաջող ու շատ լավ հարթակ է մեր հաճախորդների իրանց արտադրանքի հանրայնության մակարդակի բարձրացման, ժողովրդի համար ավելի հասանելի ու ճանաչելիության բարձրացման առումով, ու մենք օգտագործում ենք այս հարթակը, հնարավորություն ենք տալիս մեր հաճախորդներին ցուցադրել իրենց արտադրանքը էկոլոգիապես մաքուր, ձեռնագործ, Հայաստանի տարբեր մարզերում, այս պահին մեր մոտ ներկայացված է Վայոց ձորից, Լոռուց, Արմավիրի մարզից, մեր հաճախորդների արտադրանքը եւ դրանով մենք նպաստում ենք նաեւ նրանց վաճառքների խթանմանը։ Ամեն տարի այս գործունեությունը մենք իրականացնում ենք, սերտ համագործակցում ենք այս միջոցառման հետ եւ այս հարթակը մեր համար եւ մեր հաճախորդների համար արդեն վաղուց դարել է շատ հարազատ հարթակ եւ շատ լավ արգասիքներ են քաղում մեր հաճախորդների ճանաչելիության բարձրացման առումով։ Օրգանական գյուղմթերք անմիջապես հողից, առանց պահեստներով ճամփորդելու, ավանդական ուտեստներ, մոռացված համեր ու գաղտնի բաղադրատոմսեր, տեղական ձեռագործ աշխատանքներ, կենդանի երաժշտություն, ավանդական ներկայացումներ, երեխաների ուրախանկյուններ։ Տոնի ժամանակ նաև տեղի ունեցավ մրցանակաբաշխության արարողություն լավագույն համայնքների եւ արտադրողների համար։ Շնորհակալագիր ստացավ նաև Էկլոֆ ունիվերսալ վարկային կազմակերպությունը։ Բերքի տոն փառատոնի հիմնադիր Նունե Սարուխանյանը եւս կարևորում է համագործակցությունը Էկլոֆ հիմնադրամի,
Հանձինս խորհրդի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի հետ։ Ես նշեմ, որ արդեն Էգլով կազմակերպության հետ մենք համագործակցում ենք երկար տարիներ եւ հատկապես այս գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոնի շրջանակներում նշեմ, որ Էգլովը բավականին մեծ դեր է կատարում ֆերմերների, գյուղացիական փոքր եւ խոշոր տնտեսությունների, գյուղատնտեսական մթերքների վերամշակմամբ զբաղվող ձեռներեցների կյանքում, հետևաբար նրանք այս փառատոնի կարելի ասել ամենակարևոր մասնակիցներից են, ովքեր իրենց հետ բերում են նոր մշակույթ եւ նաեւ իրենց գիտելիքները փոխանցում այլ ֆերմերային խմբերի հետ։ Ինչպես նաև հակառակը, նշեմ, որ այս փառատոնը մի հարթակ է, որտեղ ֆերմերները գալիս են ոչ միայն ներկայացնելու իրենց արտադրանքը, այլև յուրահատուկ փորձի փոխանակում է, որտեղ ներկայացնում են իրենց հաջողության պատմությունները։ 30 տարի մենք գիտենք Էգլովին, դեռ այն ժամանակ Էգլով չէր, մենք Տիգրան Հովհաննիսյանի հետ համագործակցել ենք դեռ Էջմիածնում, օգնելով փախստականներին իրենց տնտեսությունը սկսել շատ քչից, նույնիսկ զրոյից, հասցնել մակարդակի եւ նույնիսկ Էգլովի շահառու դարձնել այսօր։ Ինչ եմ ուզում ասել այս տոն օրը, ինչ որ մենք տեսնում ենք այս հիասքանչ հյուրասեր դաշտում, դա բերքն է, բարիքն է, ձեռքի աշխատանքն է ու շնորհքն է եւ մեր տեղացիների, որ դարերով ապրել են այս հողի վրա, եւ նրանց, ովքեր դարձել են այս մեր նոր տանտերը, իրենց նոր տանտերը, զգում են իրենց այնպես ինչպես մենք բոլորս, ստեղծում են, արարում են, կերտում են, արտադրանք են տալիս։ Առանց համագործակցության եւ ընկերակցության հնարավոր չի այս ամենին հասնել։ Եթե մենք այդ գիծը կարողանանք ուսումնասիրել այս 30-ից ավել տարվա, մենք կտեսնենք, որ այնպիսի գործընկեր ինչպես Էգլովն է, ինչքան մեծ ամագ ունի փախստականի կյանքում, ինչքան ներդրում ունի տեղահանված անձանց կյանքում, դարձնելով նրանց բիզնեսմեն, ձեռներեց անձինք, եւ այս ամենը նրա շնորհիվ, որ մենք աշխատել ենք միասին։ Հայկական հողը չի խոսում, բայց միշտ իր շնորհակալությունը պատասխանում է իր բերքով։ Այստեղ տարբեր մարզերից մարդիկ հավաքվում են ոչ միայն պարզապես վաճառելու կամ ցուցադրելու, այլև կիսվելու իրենց աշխատանքի արդյունքներով, լավագույն բերք ստանալու իրենց փորձով ու պատմություններով։ Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել Էգլով վարկային կազմակերպությանը, որ հնարավորություն տվեց մեր աճեցրած, մեր ստեղծած բերք ու բարիքը անել փառատոնին, բերքի տոնին եւ ներկայացնել գնորդներին։ Մենք ներկայացնում ենք մեղրի տեսականին, կիսա վերնահարկով մեղր, շրջանակով մեղր դադան տեսակի, լանգստրոտել ունենք սերեկով մեղր, շրջանակի կտրտած մեղր, փաթեթավորված մեղրի տեսականի եւ տարբեր տարաների մեջ տարավորված մեղրի տեսականի, որոնք փաթեթավորվել, տեսակավորվել, դիզայնական լուծումները տրվել է Էգլով վարկային կազմակերպության խորհուրդներով եւ աջակցությամբ, նրանց միջոցներով։ Առաջին հերթին մենք հնարավորություն ենք ունենում շփվելու մեր հաճախորդների հետ, եթե մինչ փառատոնի կայանալը միջնորդավորված էինք վաճառում մեղրը, այսինքն վերավաճառողների միջոցով էինք կազմակերպում վաճառ, իսկ այժմ հաճախորդ եւ արտադրող ուղղակի կապը տալիս է հնարավորություն հաճախորդի համար ապահովելով մատչելի գին, իսկ մեզ համար ուղիղ վաճառք։ Այս տարվա մեր նորություններն են թզի կոմպոտները, լորենի կոմպոտները, թզի մարինադ, ունենք այստեղ հետաքրքիր պիոնի մուրաբա, որը գլխուղերի արյան շրջանառությունը լավացնելու համար է ինքը։ Այսօրվա հովանավորը մեզ Էգլով բանկն է, որի շնորհիվ այստեղ ենք գտնվում, հովանավորել է Էգլով բանկը։ Էգլով բանկը նաև մեզ հովանավորել է բանկաներով, տարաներով, փաթեթավորմանն է օգնել։ Բոլոր հարցերում Էգլովը մեր կողքին աջակից է եղել։ Էգլով ունիվերսալ վարկային կազմակերպության առաջարկով, քանի որ ես իրանց երկար տարիների վարկառուն եմ, համագործակցում ենք միմյանց հետ 10 եւ ավելի տարիներ։ Արդեն մի քանի անգամ մասնակցել եմ բերքի տոն փառատոնների Էգլով ունիվերսալ վարկային կազմակերպության աջակցությամբ։ Ինձ ասեցին Էգլով ունիվերսալ վարկային կազմակերպությունից, պարոն Սիմոն Արևշատյանը, որ շաբաթ օրը մենք ունենք դարձյալ բերքի տոն
միջոցառում, ասեց ինչ միրգ կարող եք բերել բերքի տոնին, ասեցի, որ սալոր, դերձ, թուզ, հոն, էլի մրգեր կան, ասեց առայժմ այդքանը պայմանավորվել ենք եւ իրենց փոխադրամիջոցներով, իրենց աջակցությամբ եկել եմ մասնակցել բերքի տոն փառատոնին, վաճառել եմ, շատ գոհ եմ, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, քանի որ բերքը ունի գնողունակ պահանջարկ, վաճառվել է։ Էկլոֆ ունիվերսալ վարկային կազմակերպության ներկայացուցիչները վստահեցնում են, մշտապես գյուղացու կողքին են լինելու, աջակցելու, որ Հայաստանն ունենա զարգացած գյուղատնտեսություն, իսկ գյուղացին էլ կարողանա իր հողին կառչած մնալով արարել ու ստացած բերքն ու բարիքը շուկայում իրացնել։